Բագրատ Սրբազանի կալանավորման օրը, երբ նախաքննական մարմինը հրապարակեց հեղաշրջման պլանը, թե հեղաշրջման պլանի մասնակիցները ում պետք է ինչ պաշտոն տային կամ ինչ պլան են ունեցել, հստակ թղթի վրա գրված էր 2024 թվական։ Այսինքն նախաքննական մարմինը ըստ էության գնում է 1 տարի առաջվա պլանների կամ իրավական առումով։ Հիմա նույնը Բագրատ Սրբազանի դեպքում 2024 թվականի փետրվարի 3-ի արտահայտությունը բերել էին, կապել էին հիմա եւ անձանց տանում են կալանավորման։ Սա ինչ է ենթադրում եւ իրավական առումով օրինակ 1 տարի առաջվա հնչեցած արտահայտությունը կամ 1 տարի առաջվա պլանը կարող է ունենալ հետևանքներ։ Իրեք ընդհանրապես 10 տարվա առաջվանն էլ կարող է ունենալ հետևանքներ, եթե դա նոր է բացահայտվում։ Բայց եթե պետությունը գիտի դրա մասին, պետությունը դրան որոշակի փուլում գնահատական է տվել։ Հիմա ես Բագրատ Սրբազանի գործով շատ չեմ խոսի, որովհետև այստեղ փաստաբաններ ունի իրենք խոսեն, ես որպես քաղաքացի եւ իրավաբան կփորձեմ կարճ այդ մասին անդրադառնալ։ Պլանը կար Բագրատ Սրբազանի, բայց չէր իրագործվում։ Երբ որ իրանք երկու պլան են ցույց տալիս, որտեղ գրած է 24 թվական եւ նաեւ գաղտնալսումներ են բերում, որը ենթադրվում է, որ նաեւ այդ ժամանակահատվածի է, այսինքն իրավասու մարմինները ոչ միայն հանցագործությունները բացահայտելու, այլ նաեւ կանխելու պարտավորություն ունեն։ Հիմա եթե դու կարծում էիք, որ այն ժամանակ այս խնդիրները կա, որ տես լուրջ ձեր ասելով հոկտեմբերի 27 եք փորձել բացահայտել եւ այլն, ուրեմն դուք ամենասկզբնական փուլում պետք է դա կանխեիք։ Դուք չեք կարող սպասել, տես որ փուլում հասավ, այսինքն իրագործվի նոր փորձեք կանխել։ Հետևաբար սա նշանակում է, որ իրենք այն ժամանակ գիտեին, սա չէին դիտարկում որպես հանցագործություն։ Նույնը Միքայել Սրբազանի մասով, եթե դուք արդեն իսկ 23 թվականին գնահատական տվել եք եւ ասել եք, որ սա հանցագործություն չի, ուրեմն դրանից հետո նոր նույն փաստարկը չի կարող դիտարկել հանցագործություն։ Այս ամեն ինչը վկայում է նրա մասին, որ այստեղ ոչ թե իրավապահ մարմինները իրենց գործառույթներն են կատարում, այլ կոնկրետ հանձնարարություններ են կատարում։ Սրվեց իրավիճակը, քաղաքական իշխանությունը որոշում կայացեց ինչ որ բան անելու, իրավապահ մարմինները օգտագործում են այն նպատակով, որպեսզի հասնեն, որովհետև քաղաքական իշխանություն որևէ այլ հնարավորություն չունի այդ նպատակներին հասնելու, քան օգտագործել ուժային կառույցների իրավապահ համակարգը։ Իրանք դա անում են։ Մենք ենթարկվում են կատարում հենց Միքայել Սրբազանի ասածը դրանում էր, երբ որ ինքը ասում է ուժային կառույցները պետք է մեկուսացնեն այդ անձին, որովհետև ինքը վտանգ է պետության համար։ Հիմա չեն անում, ասում են ընտանիք են պահում։ Հիմա այս մոտեցումը նա էր ասում, եթե պետությունը իրավասու մարմինները որոշել են հակառակ գործել ուժային կառույցները, ինքը դրանից բորբոքվում է։ Այս ամբողջ խնդիրը, այսինքն իրենք կատարում են այն, ինչը քաղաքական իշխանությունը ցանկանում է, ինչի որովհետև իրենք նշանակվում են այս քաղաքական իշխանության կողմից, ով մի փոքր չնչին անգամ հակադրվում է կամ ասում է, որ երևի ճիշտ չի, մի անգամից հեռացվում է, գալիս է նորը, որը համերապահորեն կատարելու է։ Այսինքն այստեղ շատ պարզ է, նույնիսկ քննարկման, նույնիսկ վերլուծության կարիք չկա, ինքը իրենք բացահայտ դանում են։ Օրինակ Սամվել Կարապետյանի գործով քիչ էր մնում վարչապետը վերցներ դատավորի կնիքը, ասել ես եմ կնիքելու կալանքի որոշում, որովհետև շատ ուղիղ ասում էր, հիմա դու հեսա տես ոնց ենք մենք միջամտում քեզ, տես հեսա ինչ ենք անում։ Այսինքն հա ինքը այդ ամեն ինչ շատ ուղիղ ասում, հա իրանք մյուսները լանում են։ Հիմա թող գան ասեն զուտ իրավական գործընթացը ինչ ուզում են ասեն, իրենք էլ գիտեն, չէ՞ ես ներսում, որ իրենք կատարում են այդ հրամանները, ու ասելով չի, էս ընդհանրապես։ Պարոն Սարգսյան, դուք նաև ասուլիսի ժամանակ նշեցիք Մասիս Մելքոնյանի իրավական գիտելիքների բացակայության, որ ըստ էության ինքը տեղակ չէր կամ ինքը քայլեր չէր պատրաստվում իրականացրել, նաև նախաքննական մարմինների քննիչների նախկինում անգործություն ըստ էության, որ հանցակաց չեն տեսել այդ արտահայտությունների մեջ, այս մասով որևէ գործընթաց կլինի հետագայում միջազգային ատյաններում ցույց տալու, թե ինչպես են օրինակ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահ մարմինների ներկայացրու կոնկրետ գործողություններ։ Մասիս Մելքոնյանը որպես դատավոր բացարձակապես տեղում չի։ Ինքը ընդհանրապես իրավական ունակություններ չունի դատավոր լինելու, եւ սա ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այն հարցերը, որոնք որ բարձրացնում ենք, ինքը կարծեք թե sense փողոցային ոչ իրավաբանի կարծիքներ էր հայտնում։ Տեսեք, մենք իրեն ասում ենք, որ դու քաղաքականացված կերպար ես։ Դու եղել ես կուսակցության անդամ, հանրապետություն, դրանով առաջադրվել ես, քո կուսակցության ղեկավարը ներկայիս իշխանությունների հետ ունի գաղափարական նույնություն, նմանություն, ինքը քննադատում է եկեղեցուն, հոգևորականներին, սրբազաններին։ Դու այդ ամբողջի հիման վրա ես նշանակվել դատավոր, որովհետև երբ որ նախագահան հրաժարվել է, քեզ չի ցանկացել նշանակել, հրամանը հաստատել, ԲԴԽ-ն Կարեն Անդրեասյանի կործանի չի, որ կործանեց այս դատական համակարգը էլ ավելի
ու իր միջոցով նշանակվել է դատավոր։ Նշանակվել է, որպեսզի անվերապահորեն կատարի այն ամեն ինչը որ պետք է իշխանություններին։ Հիմա այս ամբողջ իման վրա ասում ենք ընկեր, դու քաղաքական հայտարարություններ ես արել, դու այնպիսի հայտարարություններ ես արել, որոնք որ ուղիղ ես գործին են վերաբերում, հիմա սա չեմ բացի, բայց դրա մասին մենք դատանում խոսել ենք, ասենք քո Facebook-յան գրառումներում, որը որ եղել է, միջև դատավոր նշանակվել է, նման բաներ ասել ես, սկզբից փորձես խուսանավել, ասել, որ չի հիշում։ Հետո մենք հիշեցեցինք, որ դու լավ էլ հիշում ես, որովհետև այլ գործով դրա մասին դու խոսել ես, որ այո, եւ այս առումով ցույց ենք տալիս, որ դու չես կարող լինել անկախ եւ անաչառ, առնվազն մեր տեսանկյունից, հասարակ քաղաքացիների տեսանկյունից քո այս անցած պատմությունը չի կարող վկայել, որ դու այս գործով կարաս անկախ լինես։ Ինքը այնքան չի պատկերացնում այս ամեն ինչ, ասում է, բայց ես դատավոր կարգավիճակում երբևէ քաղաքական հայտարարություն չեմ արել։ Ու դա նշանակում է, ասում է, որ ես որևէ գործով ուրեմն չպետք է զբաղվեմ։ Իրեն բացատրում ենք, որ ընկեր ցանկացած գործով զբաղվի, եթե դրա մեջ քաղաքական ենթատեքստ չկա։ Հենց քաղաքական ենթատեքստ կա եւ դա քո նախկին գաղափարներին նման է, այսինքն դու նույնպես հակադրված ես եղել ես երևույթներին, հետեւաբար դու արդեն անկողմնակալ չես կարա լինել։ Այստեղ ինքը նորից հասկացավ թե չհասկացավ, բայց էսի ականայդ փաստար կա, չի կարող սա հաշվի չառնվել։ Հաջորդը, երբ որ մենք իրեն բացատրում ենք, թե դու այստեղ ամենաառաջի հերթին պետքա տեսնես քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա թե չկա, սա է քո անելիքը, մի հատ սա իմացի, որտեվ եթե կա, մի անգամից պետքա մերժես անկախ մնացած ամեն ինչի։ Ասում ես, այս փուլում նման հարց չեմ կարող քննարկեմ։ Օրենքում ա ուղիղ դա գրած, այնպես էլ չի, որ սա մեկնաբանությունների կարիք է։ Ասացինք դու չես հասկանում ինչ ես անում։ Երբ որ մենք սկսեցինք երկար բացատրել, շատ բորբոքված, բացարկով, բայց սկսեց խուսանավել, իբր թե ինքը հասկանում է, իբր թե ինքը դա անելու է եւ այլն, բայց պարզից պարզ էր, որ ինքը ընդհանրապես չգիտի ինչ է քննարկում։ Դատավորը այս հարցով 3 հատ հարց տա քննիչին, հա, ընդհանրապես 3 հատ պրիմիտիվ հարց տա, ամենակարևոր հարցերին չանդրադառնա, այսինքն ձևական որևէ բան, սկզբանե որոշել է, այլ անելու է։ Այս ամբողջը միանշանակ հետագայում քննարկման առարկա դառնալու է։ Հիմա կարևոր բան ասեմ։ Մենք քննչական մարմնում էինք, երբ որ ես դեռևս կալանքի միջնորդություն չէր ներկայացվել, երբ որ ես իմ Facebook-յան էջում հրապարակում արեցի, որ Երևան քաղաքի դատարանի 4 նստավայրերն էլ հերթապահ են, բոլոր դատավորները։ Հիմա նշում էի, որ լուրջ զգացողություն ունեմ, որ մակագրվելու է Ավան նստավայրում հայտնի դատավորին։ Իսկ ինչի հայտնի դատավորը, որտեղ ես իմ նախկին հրապարակային բոլոր հայտարարություններում ասում էի, որ նմանատիպ գործերը Մասիս Մելքոնյանն է մակագրվում, դրա մասին նույնիսկ հարցազրույցներ ունեմ տված, ինքն լսել էր, նեղացել էր, որտեղ նիստերի ժամանակ ակնարկում էր դրա մասին, ես ասում էի, լավ, հարց է ծագում։ Ինչի ես պետքա չուզենամ, որ նախկին փաստաբան Մասիս Մելքոնյանը քննի այս գործը, օրինակ իմ համար ի՞նչ տարբերություն այլ դատավոր կքննի թե դու, որտեղ դու ակնհայտ անզոր դատավոր ես։ Հիմա հարց է ծագում, ոնց ես կռահեցի այդքան բոլոր դատավորների մեջ, որտեղ գիտենք թե ինչպիսի դատավոր է եւ որ բոլոր նմանատիպ գործերը տրվում է, ինչի չեն տալիս մյուս դատավորներին։ Այնտեղ հատկապես անուններ կան, որ այսօր չեմ ասի, բոլորս գիտենք, բայց իրենց կյանքում այս գործը չեն տա, որովհետեւ հաստատ օբյեկտիվ են լինելու։ Իսկ Մասիս Մելքոնյանի համար իր բանությունը այստեղ որևէ կապ չունի, ինքը ուշադիր հետևում է ինչ են ասում, ինչ են ուզում, նույնիսկ կարելի է իրեն չասել ինչա պետք, ինքը հետևում է, տեսնում է ինչ են ակնկալում, դա հլու հնազանդ կատարում է, այսքանն է։ Հետևանքներ ունենալու է ամեն դեպքում պարոն Սարգսյան։ Ուրեմն հաստատ ունենալու է, անկախ նրանից թե այս փուլում կլինի, թե որ փուլում կլինի, այս ամեն ինչը հետևանք ունենալու է, որովհետև սա ակնհայտ ապօրինի կալանավորում է, սա ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է, իսկ սա հանցագործություն է։ Իսկ ահա մեկ հարց էլ ուղղել Հովիկ Աբրահամյանի մասով նախաքննության ավարտ է հայտարարվում։ Բան չեն ասել մեզ այս բան։